Սիրոտոներից մինչև մարտիրթը։ Գիծյան համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Շարունակում ենք մեր եթերը տեսակապով, Լիբանանից մեզ է միացել Բեյրութի ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտարյանը։ Բարև ձեզ, պարոն Գանտարյան։ Բարև ձեզ։ Շարունակվում են բանակցությունները ԱՄՆ եւ Իրանի միջև եւ հենց բանակցություններից հետո հնչում են սպառնալիքներ, հերթական փոխադարձ սպառնալիքները Իրանի զինված ուժերը զգուշացրել են Միացյալ Նահանգներին զերծ մնալ ռազմական գործողություններից, հակառակն է տեղի ունենում Ջեյդի Վենսի հայտարարությունը նաև կարող եմ ցիտել, եւ ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք, որ օրինակ Կանադան է կոչ արել իր քաղաքացիներին լքել Իրանի տարածքը, այլ երկրներ են կոչ անում, տպավորություն է ստեղծվում, որ գործը շատ դանդաղ, բայց գնում է դեպի պատերազմական սցենարի։ Դուք որպես տարածաշրջանից իրավիճակը դիտարկող մարդ ինչ կարծիք ունեք այս առումով։ Այո, կարծում եմ, որ ուրեմն այս սպառնալիքները, այս հրեդուրապանական էսկալացիան եւ ոչ միայն հրեդուրապանական, նաեւ գետնի վրա ուրեմն օդանավակիր ռազմանավերի դարաձաշրջան ժամանումը, նրանց դարողությունը, ուրեմն ի վերջո, եթե մեծ հաշվով փորձենք դիտարկել, կարծում եմ, որ այս երևույթները, այս գործընթացները եւս մաս են կազմում բանակցություններին, այսինքն սա ճնշամիջոց է եւ աննախադեպ ճնշամիջոց է լարվածության մրցանիշ գրանցող դարողություն է, աստիճանաչափ է եւ եթե նաեւ ուրեմն այս վերջին Ժնևում անցկացված փուլի հետ կապված մեկնաբանությունները, պաշտոնական լրատվությունները, եթե նկատի ունենանք, իհարկե կան որոշակի տարբերություններ պաշտոնական Թեհրանի եւ պաշտոնական Վաշինգտոնի ուրեմն հրապարակած հայտարարություններում, բարձ ուրեմն դեսքով Իրանը ավելի զուսպ, համեմատաբար ավելի լավատեսական կորձարկի գնալու դրամատությունների ուրեմն հրապարակում եւ նաեւ որբեսի փորձի այն դպավորությունը թողել, որ փոխզիջումնային առանցքների վրա է կայանալու ենթադրյալ հավանական համաձայնությունը, պաշտոնական Թեհրանը ուրեմն ընդգծում է, որ Իրանը բարձրացրել է պատժամիջոցների վերացման պահանջը։ Գիտեք, ամբողջ մեղը մինչ այդ նաև ուրեմն ձևաչափի օրագարկային առումով ձևաչափի թե պաթետային լինելու այդ ընդրանքն է եւ ուլայնի դեպքում առաջին օրագարկը բնականաբար միջուկային թղթազրահներ, բայց հիմա նաև գիտեք հայտարարություններում այնպիսի բաղադրիչներ կան, որ բարձ է դառնում, որ նաև մյուս խնդիրներն են քննարկվում, օրինակ, եթե վերջի հայտարարությունը Թրամփի, որ իրենք թույլ չեն տա, որ ահաբեկչական պետությունը քերագա ուժի վերածվի դարաձաշրջանի, հիմա այստեղ նաև իհարկե որոշ մեկնաբանելի կետեր կան, որովհետև կարծում եմ նաև ակնարկ է արդա-իրանյան հենակետերի Հեզբոլլայի դեպքում ուրեմն ահաբեկչական գազམ-գերբություն նկատելու եւ նաեւ այդ դեպքում արդեն բարձ կլինի, որ ներառվել են նաեւ մյուս օրագարկեր, այսինքն փուլայինը չէ, պաթետայինը եւ արձարծվում է, քննարկվում են նաեւ ուրեմն իրանյան պրոքսիների խնդիրը դադարեցնելու առումով օժանդակությունները, աջակցությունները։ Կարծում եմ առ այս պահը կոնե, որ նախ կարելի է արձանագրել, որ լայնամասշտաբ մեծ ռազմական գործողությունների սցենարը շատ մեծ հավանականություն չունի, ակնարկություն կար, ինչպես դուք նշեցիք, Միացյալ Նահանգների փոխնախագահի հայտարարության, որ
չի բացառվում գարջադև ռազմական գործողություն, դա նշանակում է սահմանափակ եւ ընդհանրապես վերադառնանք ուրեմն այն դրամապանության, որ այս բոլորը այս ճնշամիջոցների սաստկացումը, թեժացումը ավելի շուտ ծառայելու է բանակցություններին, որպեսզի փոխանցեն Թեհրանին, որ գնա ընթരാճ ամերիկյան կանոններին, Ամերիկայի ճշտած խաղի կանոններով բանակցություններին։ Եվս մեկ թեժ կետ է նշմարվում տարածաշրջանում, մեծ տարածաշրջանում Պակիստան-Աֆղանստան փաստացի պատերազմ է սկսել, Պակիստանը պատերազմ է հայտարարել Աֆղանստանին, ի պատասխան աֆղանստանյան զինված ուժերի ներխուժմանը, որքանով ես հասկանում եմ վերջին տեղեկատվությունով մոտ 20 կիլոմետր մտել են աֆղանական ուժերը մտել են Պակիստանի տարածք, ինչին ի պատասխան Պակիստանը հարվածներ է հասցրել մայրաքաղաք Կաբուլի եւ Կանդահար նահանգի ուղղությամբ։ Միգուցե դուք գիտեք, ես չգիտեմ, այստեղ շատ վարկածներ են հնչում, որն է այս ամենի պատճառը, ինչ ուժեր են կանգնած այս հերթական պատերազմական գործողությունների ետևում եւ ինչ նպատակներ են կողմերը իրականում, ինչ նպատակներ են հետապնդում։ Կարծում եմ թերևս վաղ է ընդհանուր հաստատումներ անելը, բայց մի քանի թիդարկում փորձենք այս առիթով գրանցել այն առումով, որ սա սահմանային խնդիրներ են եւ անպայման արձանագրենք, որ անհավասար ուժերի միջև է, որովհետեւ Պակիստանը ռազմական առումով միջուկային պետություն է, շատ ավելի հզոր զինտեխնիկայի դիրապետող, միջտեր ուրեմն Աֆղանստանի ուրեմն զինյալ ուժերը ավելի այլ գրվելացվով իրենց փաստած ուրեմն բաներ, չոգատներ, միավորներ այդ առումով։ Գիտեք, առաջին շարժարիտը կարող է նաև ներքին առումով նկատվել ուրեմն որոշ Պակիստանում գործող թալիբանական ուրեմն միավորների այդ ուժերի կապվածությունը Աֆղանստանի հետ եւ դա անգալվում է Պակիստանի կողմից ուրեմն ներ-պակիստանյան գայունությունը խախտող կամ գայունության սպառնացող երևույթներ, բայց իհարկե այստեղ նաև արտաքին ազդակներ, արտաքին շարժիչ գործոններ լինելու են եւ ուրեմն երկրորդ հայեցակետը կարող ենք նաև շատ հերվից հայկական ոսմիակով փորձել դիտարկել նկատի ունենալով Պակիստանի սերտ ուրեմն դաշնակից լինելը Թուրքիայի եւ Ադրբեջանին եւ մեղմ սելացեվով ոչ բարենպաստ դիրքորոշումները ընդհանրապես Հայաստանի Հանրապետության դարբեր միջազգային ադյաններում քաղաքական փանացեվերի կամ որոշումների ուրեմն ընթացքում շատ ավելի գլոբալ առումով, եթե փորձենք աշխարհագրական թիրքը նկատի ունենալ այս փոխումներին եւ այս սուր մրցակցությունները, տնտեսական պատերազմը, հիբրիդային պատերազմներ, այս բոլորը ավելի աշխարհակահաղական գլոբալ քարտեզի վրա եթե փորձենք դիտարկել, նկատենք, որ այս զինյալ ընդհանումները, անգայունության նախադրյալները հետս հետ նաև մոդենում են Չինաստանին, աշխարհագրականորեն Չինաստանին։ Ուրեմն ինչպես հիմնական նոր իրավիճակներ պետք է փորձել դիտարկել նաև Չինաստանի հարաբերակցաբար, որովհետև Միացյալ Նահանգները այսօր նաև այդ տնտեսական պատերազմի ուրեմն այդ ընդհանուր հարթության վրա հիմնական բևերը նկատվում է Չինաստանը, որը իդեպ ճիշտ է տնտեսական բևեր է, բայց թերևս լիարժեք անցում չի կատարել ռազմաքաղաքական հարթություն։ Եվ նման ուրեմն սցենարների երևալը բացի ներքին ուրեմն շարժիչ
գործոններից բնականաբար ունի նաև մղիչ այլ ազդակներ, գործոններ եւ պետք է փորձել ուրեմն հարցերը նաև ընկալել այս հարաբերակցություններով։ Երեք վերջապես պաշտոնապես հաստատվեց կառավարության կողմից, որ Հայաստան-Թուրքիա սահմանի ախորիկ անցակետից ռուս սահմանապահները հեռացվել են, չնայած այդ մասին դեռ անցյալ տարվանից էր հայտնի, եւ այնտեղ ծառայություն են իրականացնում ԱԱԾ հայ սահմանապահները։ Եվ այս փաստացի գործընթացի ֆոնին վարչապետ Փաշինյանը Լեհաստանում հայտարարում է, որ մենք սերտ գործընկերներ ենք Ռուսաստանի հետ եւ շատ սերտ տնտեսական քաղաքական կապեր ունենք։ Դա հայտարարում է Լեհաստանում եւ նաեւ հայտարարում է, որ ՀՀ-ից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու ցանկություն կամ ծրագիր Հայաստանը չունի։ Մի փոքր անտրամաբանական են այս գործողությունները ու հայտարարությունները, խնդրեմ նաև ձեր տեսակետը, որն է այստեղ իրականություն, որն է քաղաքականություն, իսկ որն է դիվանագիտություն։ Դեք ընդհանրապես Երևան-Անկարա երկխոսությունների, բանակցությունների, գայացած պայմանավորվածությունների ուրեմն ամեմադությամբ, եթե փորձենք դեսնել, որ քետնի վրա ինչն է իրականացվել այսօր, փաստորեն սահմանի բացումը շատ պարակայական մի քանի առիթով, երկրաշարժի առիթով Թուրքիայի կամ Սիրիայի մարդասիրական օժանդակություն հասնելու առումով աշխատել է, բայց կա պայմանավորվածություն, ուրեմն երրորդ երկրների քաղաքացիների կամ դիվանագիտական անձանց համար այդ սահմանները աշխատեցնելու կամ ուրեմն նաև անիի պատմական կառույցի վերաշինության, վերականգնման համապատասխան աշխատանքներին ձեռնարկելու։ Ուրեմն այս պայմանավորվածությունները կան, բայց դրանց առարգայացումը, գործնականացումը դեռևս չկան։ Եվ սա կարծում եմ բարձ դրամապանությամբ շարունակում է փոխկապակցված մնալ Երևան-Բաքու բանակցությունների արդյունքների հետ։ Իհարկե այստեղ նաև Ադրբեջանի թերագադարությունը այս առումով։ Գիտեք, Ռուսաստանի ուրեմն սահմանապահ ուժերի ախորիգից ուրեմն հերացումը իր նախատեպերը ունի Զվարթնոց օդանավակայանի կամ հայ-իրանյան սահմանի եւ այլն այդ առումներով եւ կարծում եմ ընդհանրապես տեղավորվում է ռուսական զորքերի փուլային հերացման ընդհանուր գործընթացի հետ, որովհետեւ սա շղթայական ուրեմն գործողությունների շարք է եւ կարծում եմ նաեւ այդ շղթայի մեկ օղակն է Լեհաստան իբրև քաղաքական միջավայր նման հայտարարություն անելու առումով դիտարժան է իհարկե, բայց 102-րդ ռազմաբազայի օրագարկը առաջին անգամը չէ, որ չի հայտարարվում է, որ ուրեմն Հայաստանի արտաքին քաղաքականության օրագարկ չէ։ Ամեն անգամ, որ այս Ռուսաստանի զորքերի փուլային հերացման մեկ շղթան էր լրանում, ուրեմն նման հայտարարություններ հնչել են։ Բայց ամենայն դեպս, եթե գլոբալ ավելի աշխարհակաղակական առումով դիտենք, սա ոչ թե գդրուկ շրջադարձի, այլ փուլային ընթացքի մեկ երևույթն է եւ դրա համար, եթե մի կողմից հեռանում են, մյուս կողմից հաստատվում է, որ թերևս ռազմաբազան շարունակում է մնալ։ Այսինքն այդ հայտարարությունները շատ ավելի մենք կարող ենք դիտարկել որպես դիվանագիտական հարթության մեջ։ Եվ իրականում մենք կարող ենք կարծել, որ հետագայում հերթական այդ հեռացման փուլը ժամանակը չնշելով լինելու է արդեն 102-րդ բազան։ Կարծում եմ 102-րդ բազայի օրագարկը կապված է Հայաստան-Թուրքիա սահմանների ընդհանրապես բացման եւ հարաբերությունների նորմալացման հետ։ Դրանից առաջ այդ ռազմաբազայի խնդիրը իբրև օրագարկ չեմ կարծում, որ պաշտոնապես կարձարծվի, բայց մինչ այդ նաև փաստ է այդ փուլային երևույթները, ինչպես
նշեցինք եւ Զվարթնոց օդանավակայանը եւ Դախորիգը եւ հայ-իրանյան սահման։ Այսինքն, եթե մենք ունենանք բաց սահման Թուրքիայի հետ, 102-ը դառնում է ավելի շատ խանգարող գործոն արդեն բոլոր իմաստներով։ Ես ճիշտ եմ հասկանում ձեր միտքը։ Բաց սահմանի պարագայում։ Գիտեք, կարծում եմ խնդիրը պետք է սկսել քննարկել այլ երկրորդ ռազմաբազայի դեղագայման տուն հիմնական պատճառների պատմականը շատ կարևոր է այդ առումով եւ այդ պատճառների եւ անվտանգային իրավիճակների վերափոխման, նոր ջարդարաբերության, նոր անվտանգային հայեցակարգի ընդհանուր ուրեմն այդ սահմաններում այդ դրամապանության եւ գործընթացի ուրեմն ելևէջների այդ բոլոր մանրամասների հետ կապված խնդիր է եւ դրա համար նաեւ այդ գդրուկ շրջադարձի մասին չէ խոսքը, այլ փուլային հանգրվանային։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Կանտարյան, եւ ձեզ լավ երեկո եմ մաղթում։ Ես նույնպես։ Մեր հյուրն էր, որը մեզ միացել էր տեսակապով Լիբանանից, Բեյրութի Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանտարյանը, ձեզ հետ էր Դավիթ Ստեփանյանը, ձեզ հետ էին մանրամասները, կհանդիպենք։